Որոշում կալանավորված ՔՊ պատգամավորի թեկնածու պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Արշակ Օրդուխանյանի դեմ հարուցված քրեական գործով։ Արմնոր լրատվականին հայտի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել Արշակ Օրդուխանյանի դեմ հարուցված քրեական գործով։ Նրան մեղադրանք է առաջադրվել, որ նա 2024 թվականի նոյեմբերին նախաքննության ընթացքում դեռևս չպարզված օրը ստեղծել եւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Մանվել Մելիքյանի, Գեորգի Թարվերդյանի հետ ղեկավարել է առնվազն 3 անձից բաղկացած կայուն եւ միավորված հանցավոր կազմակերպություն, ինչպես նաեւ հանցավոր կազմակերպության տասնյակ այլ անդամների, ղեկավարների եւ կազմակերպության անդամ չհանդիսացող այլ անձանց միջոցով նրանց հետ համատեղ գործելով, միմյանց գործողությունները փոխլրացնելով նույն ժամանակահատվածում իրականացրել է առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։ Սույն քրեական գործով մեղադրյալի աթոռին է հայտնվել նաեւ կին, վերջինս Նազելի Անտոնյանն է։ Արշակ Օրդուխանյանը կալանավորված է, իսկ Նազենի Անտոնյանի նկատմամբ ընտրված է խափանման միջոց տնային կալանքը։ Քրեական գործով նախաքննություն ավարտված է եւ գործն ուղարկված է դատարան։ Նկատենք, որ ըստ մամուլի Արշակ Օրդուխանյանը 2021 թվականի նոյեմբերին նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հասարակական հիմունքներով խորհրդական, իսկ 2022 թվականի մարտի 14-ից մինչ օրս էլ ՊՆ-ի տարբեր ծառայություններ մատուցող Զինար ՓԲ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Նաև Արշակ եւ Լուսինե ՍՊ-ի հիմնադիրը։ 2009 թվականին նա Արգավանդում խաղատուն բացելու լիցենզիա է ստացել, ունեցել է նաև գրավատուն։ Հավելենք նաև, որ նա եղել է ՔՊ պատգամավորի թեկնածու, սակայն հրաժարվեց Վիլեն Գաբրելյանից հետո ներկայանալ ազգային ժողով եւ ստանձնել պատգամավորի աթոռը։ Ինչով կավարտվի դատանում Արշակ Օրդուխանյանի դեմ հարուցված քրեական գործը մենք կհետևենք դատաքննության ընթացքին։